Գողջունեմ բոլորիդ սիրելի Աստծո ժողովուրդ, հույսով եմ լավ եք, Աստված օրհնեց ձեզ շատ անպայման կկաչալերեմ նորեն, որ դարաձեք վիդեոները Instagram, Facebook, TikTok եւ YouTube-ի վրա կրնակ հետևել մեր բոլոր նորություններուն։ Սիրելիներ, ինչպես միշտ պիտի խոսեմ շատ կարևոր թեմայի մասին, որ այսօր շատ պետք է, անշուշտ շատ պետք է եւ շատ կարիք կա, որովհետեւ շատ մեծ տարբերություն կա հանդիմանության եւ թադաբարդության մեջ եւ այսօր պատրաստվել եմ խոսելու հանդիմանության եւ թադաբարդության տարբերության մասին։ Հանդիմանություն ընդեմ թադաբարդություն։ Եվ ուզեմ այսպես սկսել ասելով, որ Աստված կհանդիմանե, Սատանան կթադաբարդե։ Այսօր ես իմ զարայության մեջ շատ կտեսնեմ մարդոց կյանքերում մեջ ինչպես Սատանան իր ամենազորավոր մարտավարությունները մեկը որ ունի մարդուն թեմ անիգա թադաբարդելն է մարդուն, թադաբարդել ուրիշ բարերով մեղատրել, այդ թադաբարդության պատճառով մեղատրել։ Եվ այսօր մեղատրանք եւ թադաբարդությունը, որովհետեւ Աստուծո մեջ է, Սատանային է, ունի շատ քեշ աստեցություն մարդոց կյանքին մեջը, եւ հատկապես հիմա որ պիտի խոսեմ որպես Աստծո ժողովուրդ, ինչու պիտի շեշտեմ Աստծո ժողովուրդ ասելով, որովհետեւ այսօր արդեն Սատանան այս աշխարհի մեջ թադաբարդող է, բայց շատերը այսօր որ Աստծո չեն ճանաչնար իրենց սիրտը քարացած գրնալալ եւ իրենք արդեն ոչ մեկ բանի համար գսկսին ոչ հանդիմանվել, ոչ ալ արդեն մեղատրանք ընդունին, որովհետեւ արդեն իրենք սիրտերին քարացած է եւ իրենք կապրին գոր կյանքով մը որ ինչու մեղատրվին եւ ինչու հանդիմանվին։ Եվ Սատանան աբեկչունի մեղատրելու այդ մարդոց, բայց անոնք որ գսկսին սկուշանալ, գսկսին արթնալ, գսկսի իրենց միտքը լուսապանվել, որ իրենց ըրածը սխալ է, հոնդեղը Սատանան գրնա հաջողցնել իր մեղատրանքի թադաբարդության ծրագիրը մարդուն կյանքին մեջ։ Որովհետև այսօր եթե մարդը չգիտնա, որ Աստված մարդուն փրկել գուզեգորե ոչ թե թադաբարդել, Սատանան գրնա հաջողիլ։ Եվ այսօր ասիգա հաջողված է Սատանայի կողմեն Աստծո ժողովրդին մեջ ինչ որ չափով, ինչպես հաջողված է եւ ինչպես կրնա հաջողիլ, գահաջողվի այդ ժամանակ, երբ որ մենք չենք գիտնար ինչն է ճշմարտությունը։ Երբ որ մենք չենք գիտնար ինչը Աստուծո է, ինչը Աստուծո մեջ է, չենք կնար զանազանել բարին եւ չարը, այնպես էլ գինանք թագարտի մեջ։ Ադորամար ես պատրաստվել եմ խոսելու շատ կարևոր թեմամը, որովհետեւ այսօր ասիգա մեր առօրյան է, Սատանայի կողմեն չխնայվող հարցակում մնե ասիգա, եւ Աստված գուզեգոր որ մեր մտքերը լուսապանվի, որովհետեւ մենք պաշտպանված լանք այս Սատանայի ծրագրեն։ Սիրելիներ, տարբերություններու մասին խոսեմ շատ կարևոր։ Հանդիմանությունը Սուրբ Հոգիեն է, ինչպես ֆորոսինք Աստուծո է, Սուրբ Հոգիեն է, իսկ թադաբարդությունը Սատանային է։ Շատ լավ։ Մի քանի տարբերություն։ Հանդիմանությունը քեզի հույս կուտա։ Թադաբարդությունը քեզի անհույս կնե։ Եվ որ գարտակ Աստվածաշունչը կտեսնեք, որ Աստված բոլոր անոնց որ գսիրե եւ Աստված բոլորին գսիրե, ինքը կհանդիմանե։ Եթե դու հայր ես, կամ մայր ես, կամ եղբայր ես, կամ ընկեր ես, քու հարազատին, քու սիրածին գուզես չէ դու հանդիմանել սխալին համար, գուզես զսկուշացնել, գուզես ասել, չէ՞ քու ուրածը սխալ է, միներ ոչ, հանդիմանես, որովհետեւ դու գսիրես, գուզես զսկուշացնել։ Մանավանդ հայրերը, մայրերը շատ լավ կհասկանան, չէ՞, որ դու շատ ժամանակ գզրգես քու զավակիդ, գհանդիմանես քու զավակիդ արարքները, խոսած խոսքը կամ իրենց ըրածները, որով հետև այդ հանդիմանությունը գիտես, որ իրեն պիտի սորվեցնե, իրեն պիտի զսկուշացնե եւ իրեն ետ պիտի բահե, ամեն սխալ է։ Նույնպես Աստված գսիրե իր զավակները եւ գուզե հանդիմանել։ Ուրեմն ասենք որ հանդիմանությունը քեզի հույս կուտա, թադաբարդությունը քեզի անհույս կնե։ Հանդիմանությունը քեզի նայր աբաշխարության կդանի, թադաբարդությունը քեզի կդանչե։ Նայր շատ մեծ տարբերություն։ Նորեն ասեմ, հանդիմանությունը, Աստուծո է եկած հանդիմանությունը։ Միջոց այսօր կխոսենք որ Աստուծո է եկած հանդիմանության մասին։ Մարդու հարաբերության մասին չէ այսօրվա խոսքը, այլ Աստծո մեր հորը եւ թշնամին Սատանային տարբերության մասին, որ Աստված մեզի կհանդիմանե, Սատանան մեզի կթադաբարդե եւ Աստուծո է եկած հանդիմանությունը, որ Սուրբ Հոգին գուկա մեզի կդանի աբաշխարության։ Բայց Սատանային եկած թադաբարդությունը մեզի կդանչե, մեզի կառաջնորդե դանչանքի։ Ցեզի հետաքրքիր բան ասեմ, Սատանան ամեն բան գնե, չէ, որ մեզի անհնազանդության մեջ ցկե, որ մեզի մեղքի մեջ ինացնե։ Բայց ես հետաքրքիր բան ասեմ, ադոր յետևը շարունակվող ծրագիր մը կա։
Սատանան գուզե, որ տուն 5 վարգանվա 5 ռոբեի մեղքի մեջ ինաս, մեր հայրենով վարգան, ծեր հայրենով ռոբե, եթե հայաստանցի եք, Սատանան գուզե, որ տուն 5 վարգան կամ ռոբե մեղք կորզես, մեղքի մեջ ինաս, բայց ադոր շարնակվող ծրագիրը գիտես ինչ է, որբեսի հետո այդ մեղքին մեջ երկար ժամանակ քեզի դադարդե եւ քեզի փուն դանչող բաժին այդ դադարդությունն է, որովհետեւ տուն մեղքը կորզեցիր ինչ պատճառներով, որ արդարացի չէ, տուն գրնայր ադիգա չի կորզել, բայց կորզեցիր քու որոշումով կամ ովևէ մեկ գաբանք մունից բռնված ես եւ տուն միշտ ճուզելով ալ գնես կոր, օքեյ, բայց ադոր յետև միշտ դադարդություն կա։ Իմիջ այլոց ասեմ, ոչ մեկ մեղք արդարացի չէ, Աստված իր միածին որդին ղրգեց, որովհետեւ իր արյունով մեզի մեղքերն ազատե։ Ասի ուրիշ նույն է։ Բայց Սատանան, գուզեմ ճանչնակ, որ Սատանան ինքը գուզե մեղքի ինացնել մարդուն, որովհետեւ հետո շարունակվող դադարդության մեջ դանչե իրեն։ Բայց Աստված իր խոսքի մեջ հետեւյալը գսե. Եվ որ մեղք կորձեք, երբ խոստովանիք ձեր մեղքը, ապաշխարեք, Աստված հավատարիմ է, որ ցեզի ներե։ Ադորոման Հիսուս իր արյունը տապեց, որ բոլոր անոնք, որ գաբաշխարեն իրենց մեղքին, այսինքն գթարնան իրենց մեղքին, գխոստովանին, Քրիստոսի արյունը մաքրե իրենց։ Ահա վասիկ մեծ դարբերություն Աստված գսե, երբ որ դու մեղքը կորձես սրդանց եւ որ գաբաշխարես, ներողություն կխնդրես, Աստված քեզի կներե, իսկ Սատանայի նպատակն է, որ երբ որ դու մեղք կորձես, ինքը քեզի դանչե դադարդությունով, մեղատրանքով, որ դու նույնն ես, դու նորեն մեղք կորձես, դու մեղավոր ես, դու չես փոխվիր, դու առաջվանա բիդլաս, դու ավելի քեշ բիդլաս։ Եվ ասիկա մեղատրանք է, որ կդանչե քեզի։ Ադորամար հետևյալն է։ Հոստեղը մտնոլորտ սկացումները ամեն ինչ մեկ կողմ մենք պիտի հավատքով ընդունենք Աստծո ներումը։ Գսե երբ որ խոստովանիք ձեր մեղքը հավատքով, Աստուծո մեկ խնդրեք, որ ներեցեզի, ինքը կներեցեզի։ Ադորամար ինչպես ազատելալ մեղատրանքեն, գիտնալով ճշմարտությունը, որ հիմա պիտի գարտամ, որ Աստված կներեցեզի, ադորամար ոչ մեկ մեղատրանք չի գա։ Նայեցեք հիմա ոստեղը։ Երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ 10-րդ խոսք։ Վասնզի Աստծո ուզածին պես եղած դրդմությունը փրկության համար ապաշխարության գարաշնորհ է, որ չի զղջացներ։ Այդ դրդմությունը, այդ հանդիմանությունը, որ գուքա Աստուծո է, փրկության համար է, որ ապաշխարության գարաշնորհ է եւ երբեք չես զղջարե որ ադիլա։ Բայց աշխարհի դրդմությունը, որ Սատանային գուքա, մահ կբաճարե։ Ավասիկ մեծ դարբերությունը։ Մեկը փրկություն կբաճարե, մեկը մահ կբաճարե։ Ադորամար սիրելիներ, երբ որ Աստված է ցեզի հանդիմանողը, ինքը պետք է իր բդուղը ունենա։ Իրեն բդուղը հետևյալն է. փրկության դանող ջամփա, ապաշխարության դանող ջամփա։ Եվ որ Սատանան է ցեզի դադարդողը, ցեզի մեղատրողը, արդեն իր բդուղը հետևյալն է, ադի ցեզի գդանչե, ադիգա ցեզի մահ կբաճարե, ադիգա ցեզի գսե վերջն է, ադիգա ցեզի գսե տուն չես փոխվիր, ադիգա դադարդություն է, բայց հանդիմանությունը ցեզի գդանի ապաշխարության, Աստուծո մեգած հանդիմանությունը։ Հիմա հանդիմանության եւ դադարդության մի քանի տարբեր տեսակներ նորենսեմ։ Հանդիմանությունը հadouk բանի նկատմամբ է։ Դադարդությունը ընդանուր, այսինքն հանդիմանությունը գսե Տուն գոշ ծևով խոսեցար քու գնոջ հետ։ Դադարդությունը գսե տուն անարժեք ամուսին ես։ Նայր ինչ մեծ դարբերություն։ Նայր, հանդիմանությունը հարցը գահարված է։ Դադարդությունը քու ինքնությունը գահարված է։ Շատ մեծ դարբերություն կա գսկակ։ Հանդիմանությունը գսե տուն գոշ վարվեցար քու գնոջ հետ, սխալ եք ուրազդ։ Բայց դադարդությունը մեղատրանքը գսե տուն անարժեք ամուսին ես, տուն չես կնար ամուսինը լալ նորմալ։ Մեկը հարվածեց հարցին, մեկը խոսեցավ հարցին, իսկ մույսը խոսեցավ ինքնությանը։ Մեկը փորձեց հարցին խոսիլ շտկելու համար, մեկը հարվածեց ինքնությանը, դադարդելով ինքնությունը։ Շատ մեծ դարբերություն կա սիրելիներ։ Եվ նայեցեք ինչ կսե Հռոմեացիս 8-րդ գլուխ առաջին խոսքը։ Իսկ արդ դադարդություն չի գա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր գերբով չեն վարվիր։ Որոնք մարմնավոր գերբով չեն վարվիր։ Նայեցեք, երբ որ տուն արդեն մարմնով գքալես, արդեն տուն այն ջամփուն մեջն ես, որում մեջ դադարդություն կա։ Նայր, որովհետև եւ որ քաղաքացիի մեջ կգարտաս եւ կտեսնես մարմնի կորձերը եւ հոգին կորձերը ինքը շատ մեծ դարբերություն կա, չէ՞։
Հոգին կորձեր իրեն բդուղներ ունի, մարմնի կորձեր իրեն բդուղներ ունի։ Եվ ոստե քրվերը տադաբարդություն չի գա Քրիստոս Հիսուսով եղողներուն մեջ։ Որովհետև արդեն է որ դու Քրիստոս Հիսուսին մեջն ես, մարմնով գսկսից չքալել։ Ուրիշ բարերով մարմնի կորձերով չես ապրիր, որը արդեն մեղաթրանքով լեցուն է։ Այլ Քրիստոս Հիսուսին մեջ եղողները գքալեն հոգիով։ Գրնան սխալիլ, բայց ետ դառնալ գիտեն, ապաշխարել գիտեն եւ Քրիստոսը միշտ պատրաստ է իր արյունով մաքրելու իրեններուն։ Ադորամար շատ մեծ դարբերություն կա, գսե մեղատրանք չի գա, թադաբարդություն չի գա անոնց, որ Քրիստոսին մեջն են, որոնք մարմնավոր գերբով չեն վարվիր, մարմնավոր գերբով չեն քալել, մարմնավոր գերբով չեն ապրիր։ Արդեն եւ որ դու մարմնավոր գերբով գքալես եւ գաբրիս, ադիգա մեծ նշան է որ դու Քրիստոսինը չես, Քրիստոսին մեջ չես, որովհետեւ անոնք որոնք Քրիստոսիններն են, անոնք որոնք Քրիստոսով գաբրին, արդեն իրենք կսկսին հոգիով ապրիլ եւ ոչ թե մարմինով։ Ասիկա հստակ նշան է սիրելիս։ Քրիստոսով ապրողներուն եւ Քրիստոսով չապրողներուն, որովհետեւ Քրիստոսով ապրողները իր հոգիով կսկսին ապրիլ եւ հոգին բդուղ ունին։ Քրիստոսով չապրողները արդեն մարմնավոր գաբրին, որովհետեւ հոգին չունին։ Հիմա Հովհաննես 3-րդ գլուխ 17-րդ խոսքը այսպես կսե։ Շատ հստակ, վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհը թադե, հաբա որբեսի աշխարհ անով փրկվի։ Հիմա օրը պիտի կա աշխարհի վերջը Քրիստոսը պիտի վերադառնա եւ պիտի թադե աշխարհը։ Բայց Քրիստոսը 2000 տարի առաջ եկավ, որբեսի աշխարհը փրկե։ Այսինքն Քրիստոսը եկավ որբեսի մեզի ազատե այն թադաստանեն, որ մարդկությունը գորուստի պիտի դանի։ Այսինքն այո, Քրիստոսը նաև թադավոր որբես պիտի նստի կահին վրա եւ թադե։ Ասիկա Աստվածաշունչը գխոսի ադոր մասին եւ ճշմարիտ է։ Բայց ադիգա հիմա չէ, եւ որ աշխարհի վերջը գուկա, ժամանակներու վերջը գուկա, Քրիստոսը որբես թադավոր պիտի նստի եւ արդար թադ պիտի ինե։ Բայց արդեն Քրիստոսը նախքան նստի այդ թադավորի աթորին ինքը եկավ խոնարհվեցավ մինչև մահվան խաչի մահը, որբեսի մեզի ազատե այդ թադաստանեն, որ պիտի դանի հավիտենական դանչանքի, որովհետև Աստված նաև արդար թադավորը եւ բոլոր անոնք Աստվածաշունչը գսե որ հետևեցան սատանային, իրենք սատանային թադաբարդության մեջը պիտի նետվին գրագի մեջ հավիտենական։ Բայց Քրիստոսը այնքան սիրեց մեզի, որ ինքը արիթ դվավ, որբեսի այդ թադաստանեն մենք փրկվինք, այդ գրագին նետող թադաստանեն փրկվինք եւ ինքը իր արյունը տապեց, որբեսի ով որ իրեն հավատա, այդ թադաստանեն ազատ լա։ Ադորամար քրվերը ինքը չեկավ աշխարհը թադելու, այլ եկավ աշխարհը փրկելու, որբեսի երբ որ նստի որբես թադավոր, փրկվածները չթադվին, որ գրագի մեջ նետվին, այլ որբեսի հետո թադվին իրենց վարսադությունը առնելու համար։ Որովհետև նայեցեք շատերը պիտի թադվին, որբեսի գրագի մեջ նետվին իրենց սխալ ջամփայի, շատերը չէ, այլ այդ շատերը Աստծո ժողովուրդն է, պիտի թադվին, որբեսի իրենց կորձին համացային վարսադությունը ստանան երկինքը արդեն։ Աստված վերջին օրերուն իր ժողովուրդին պիտի չթադե, որբեսի որոշե, որ իրենք դժոխք պիտի դերտան կամ ոչ։ Արդեն եթե փրկված ժողովուրդն է, այդ թադաստանը պիտի չդեսնե, բայց փրկված ժողովուրդը պիտի դեսնե թադաստան, որբեսի իրեն վարսադությունը առնե արդար թադաստանի համաձայն։ Բայց բոլոր անոնք, որ պիտի թադվին, որովհետև չհետևեցան Աստծո միածին որդին, իրենք պիտի թադվին եւ այդ թադաստանի համաձայն պիտի նետվին հավիտենական գրագը։ Ադոր համար Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդին ղրգեց, որբեսի այդ գրագին մեջ չնետվին մարդիկ, այլ եկավ ոչ թե թադելու, այլ փրկելու, որբեսի փրկվին այդ թադաստանեն, որ գրագի ջամփան գտանի, որբեսի փրկե հավիտենական կյանք տալու համար։ Ադորամար սիրելիներ, ասիկա քիչ ուրիշ թեմա է, գխորունքնանք ադոր մեջ օրմը, որ ինչպես վիդելա թադաստանը, բայց հիմնական իմ խոսքս հետևյալն էր, որ Քրիստոսը այսօր սիրելիս քու կյանքիդ մեջ ոչ թե որպես թադավոր գեցած է, այլ որպես փրկիչ։ Օրմը Քրիստոսը պիտի նստի որպես թադավոր բոլոր մարդկության, բայց այսօր ինքը թադավոր է, այո, հավիտենական
իրականության մեջ, բայց նաև ինքը փրկիչ է։ Եվ այսօր Քրիստոսը քո կյանքիդ մեջ գեցած է որպես փրկիչ, բայց սատանան գուզե թադաբարդել քեզի։ Ադորամար սիրելիներ, ես ասխոսքը հետերնիտ բաժնեկցեցա ցեզի իսելու, որ Հիսուսը այսօր ծեր գողքին է, որ ցեզի ազատ է ամեն մեղադրանք է։ Եթե այսօր ծեր կյանքի մեջ կա թադաբարդություն, մեղադրանքի զգացում եւ հարցակում, այսօր ասխոսքը տումբադական չի լսեցիր, որովհետեւ Հիսուսը ոչ թե որպես թադող, այլ որպես փրկիչ քո կովդ գեցեր է, որովհետեւ քեզի ազատ է այդ ամեն մեղադրանքեն, որովհետեւ քեզի փրկե, որովհետեւ քեզի զգացնե, որ դու ընդունված ես Աստծո կողմեն, որովհետեւ քեզի զգացնե, որ դու սիրված ես, որովհետեւ քեզի մեկ խոսքով հանե ամեն թադաբարդությունը եւ քեզի սե հագարական որ սխալ ես, քանի որ դու գտնունիս ու սխալը դարձի գուքաս ես քեզի գտնունիմ։ Միշտ հիշեցեք, մարդուն եւ Աստծո մեջ մեկ արկեր կա, ադիգա մեղքն է։ Եվ որ մարդը գտնունի իր մեղքերը, Աստված իր միածին որդին ղրգեց, որբեսի ապաշխարության արդյունքով Քրիստոսի արյունը մաքրե մեր մեղքերը եւ մենք ըլլանք ընդունված։ Ադորամար աչքերուդ կուզեմ որ նայել եւ քեզի ասել, թադաբարդությունը սատանայեն է, այլ Աստված միայն գահանտիմաներ ժողովրդին, որբեսի իր ժողովուրդը զսկուշանա, փրկվի եւ միայն ադի է նպատակը, որբեսի փրկվի այդ ապաշխարության արդյունքով։ Ադորամար սիրելիներ, կուզեմ որ մեկ հատ աղոթ մնել ցեզի համար։ Բոլոր անոնք, որ իրենց սրդի մեջ մեղադրանք ունին, թադաբարդություն ունին իրենց ուսերու վրա, գրնալ 10 տարի է, գրնալ 1 տարի է, գրնալ 5 օր է։ Բայց ես քեզի կուզեմ ասել, եթե ինչ որ մեղքեր ունիս, նայեցեք հոստեղը կարևոր բան մգա, որովհետեւ սատանային ասենք հերացիր, մենք պետք է հասկանանք, որ իրեն արիտ բեք չդանք։ Մեղքով մենք արիտ կուտանք սատանային։ Ադորամար նախ պետք է մենք ապաշխարենք մեր մեղքերուն համար, ներողություն խնդրենք Աստուծո եւ չընդունենք այդ մեղադրանքը, որովհետեւ մենք հիմա գիտենք, որ մենք ապաշխարելով Աստված մեզի ընդունած է եւ ինքը չուզեր գործադել մեզի, այլ փրկել մեզի։ Հիմա մեկ հատ գուզեմ աղոտ մնել եդևես տունսես, եթե մեղքեր ունիս, սխալներ ունիս, հետս ներողություն խնդրես Աստուծո եւ հետո այդ թադաբարդության իրար է դսենք տուն հերացիր կյանքես, որովհետեւ ես ընդունված եմ։ Աչքերդ կոծեք եթրանցիր հետս այս աղոտ կըրե։ Հայր երտնավոր, ես կխոստովանիմ իմ բոլոր մեղքերս եւ քեզ մեն ներողություն կխնդրեմ։ Քո խոսքիդ համաձայն ես կընդունիմ, որ քո միածին որդու արյունով իմ մեղքերս կմաքրվին։ Ադորամար կխնդրեմ, մաքրե իմ մեղքերս Հիսուսի սուրբ արյունով։ Այսօրվան ես կընդունիմ քո ներումը, որովհետև դու ներող Աստված ես եւ մեր մեղքերը չհիշող Աստված ես։ Հիսուս Քրիստոսի անունով ես չեմ ընդունիր իմ կյանքի մեջ թադաբարդությունը եւ մեղադրանքը, որ գուքա սատանայեն։ Ես կխոսիմ Հիսուսի անունով ամեն ինքնաթադաբարդության, մեղադրանքի եւ թադաբարդության ոգու հերացիր իմ կյանքես։ Ես կընդունիմ ընդունելությունը Աստծո եւ ներումը, որ շնորհված է ինձի համար։ Հիմա գաղութեմ ես ցեզի համար Հիսուս Քրիստոսի անունով գխոսիմ Տիրոջ տված իշխանությունով, որ ամեն ինքնաթադաբարդության, մեղադրանքի, թադաբարդության ոգի, որ ծեր կյանքի մեջն է, Հիսուսի անունով ես կհրամայեմ հիմա ազատ արձակե ծեր կյանքերը։ Ես կաղոթեմ, որ դուք հիմա գիտակցիք եւ հասկանաք, որ դուք ընդունված եք Աստծո կողմեն, դուք սիրված եք Աստծո կողմեն, Աստված ծեր կողքին է, ոչ թե ցեզի թադելու, այլ ցեզի փրկելու, ցեզի քրգելու եւ ցեզի դարձնելու նոր արարածներ։ Խոսքը գսե հիները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Ադորամար սիրելի Աստծո ժողովուրդ, որպես վերջապան, Աստված գանտիմանե եւ այդ անտիմանությունը կդանի թեպի ապաշխարության եւ փրկության։ Սատանան կթադաբարդե, կմեղադրե, որբեսի ադիգա ցեզի դանչե ծեր կյանքի բոլոր օրերը։ Ադորամար մի ընդունիք թադաբարդությունը, այլ ընդունեցեք Աստծո փրկությունը։ Միշտ ապանցիկ եղեք Աստծո հետ, միշտ խոստովանեցեք ծեր մեղքերը Աստծո, որովհետև զազուկ բամը չի գա Աստծո։ Ադորամար ավելավ է դուք խոստովանիք, ծեր գաբը Աստծո հետ թափանցիկ բայեցեք եւ միշտ ապաշխարող սիրտ ունեցեք։ Եվ այսպիսով մեկ բան եւս, երբ որ դուք գիտեք, որ ծեր արդարությունը ոչ թե ծեր կորձերով է, այլ Աստծո, որովհետև Քրիստոսը արյուն տապեց, որ դուք այդ արյունով ըլլակ Աստծո արդարները։ Ուրեմն այսօր, եթե մենք Քրիստոսով արդարներ ենք, ուրեմն ինչ թադաբարդություն,
Ուրեմն դատաբարդություն չի գա մեզի համար, որովհետև մենք կարդարանանք Քրիստոսով։ Ուրեմն ապաշխարության կյանքը, խոստովանության կյանքը մեզի կբահե միշտ մեր արդար թիրքին մեջը։ Որովհետև ոչ թե մենք որչափ կորց գնենք արդար, մենք արդար գլանք կատարյալ, այլ մենք կատարյալ արդար գլանք Քրիստոսի արյունը եւ որ մաքրե մեզի։ Մեր արդար կորձերը լավ են եւ մենք միշտ պետք է ավելի չանքնենք Աստծո շնորհքով լալու ավելի արդար մեր կորձերով։ Բայց մենք կատարյալ արդար ենք Աստծո առջև Քրիստոսի թափած արյունով, երբ որ մենք ընդունենք այդ արյունը եւ գաբրինք Քրիստոսի հետ։ Ադոր համար եթե աս խոսքը դուք վերցնեք, դուք միշտ Աստծո առջև երեսնիդ բարձր կրնակ կենալ, որ դուք արդարներ եք Քրիստոսի արյունով եւ թադաբարդություն չի գա։ Մեղ կորձեցիր, անշուշտ հրաժարվիր, ապաշխարե, մեկադա մի վերադառնար այդ մեղքին, բայց գիտիր, երբ որ գաբաշխարես, Աստծո առջև կմաքրվիս եւ դու կդառնաս արդար եւ քեզի համար թադաբարդություն չի գա, դու ընդունված ես Աստծո կողմեն։ Նորեն գսեմ, Աստված քու մեղքիդ չի համացայնիր, բայց Աստված քու հետդ գուզեգոր համացայնիլ, որբեսի դու իր հետ լավ լաս, ինքը քու հետ լավ լա։ Աստված օրտնես ցեզի սիրելի Աստծո ժողովուրդ, ես կհավատամ ասիգա գբերը ազատագրում եւ բժշկություն ձեր կյանքի մեջ, վերջին դված հայտնությունը շատ կարեւոր է։ Դուք արդար եք Քրիստոսի արյունով, եւ որ աղոթքի կգենաք, որպես արդարներ աղոթեցեք, եւ որ գաբրիկ այս կյանքը որպես արդարներ ապրեցեք, մինչեւ այն ադեն, որ դուք գաբրիկ կոր Քրիստոսի բադվիրանքներով եւ Քրիստոսի հոգիով գարաշնորհվիք կոր։ Ուրեմն ցեզի համար դատաբարդությունը դեղ չունի, դուք ընդունված եք։ Ամեն։